Բարև, հիմա հասանք 9-րդ գլխուն, երբ Ահարոն և անոր որդիները կսկսին իրենց քահանայական ծառայության և Տերոջը փառքը կհայտնվի հիմա։ Այդ անոր վավերացումն է, անոր օրհնությունը անոնց վրա։ Օծման այս գործողության միջոցով է, որ մեկը կդառնա քահանա։ Նույնիսկ եթե մեկը ծնած լար Ահարոնի սերունդեն և ան լիովին քահանա չէր լար մինչև օծվիլը։ Օծման արտահայտությունը եբրայերեն կթարգմանվի որպես ցերկը լեցնել։ Այդ կնշանակե, որ մենք բարապ ցերկերով գուքանք Աստծո եւ գոցվինք, որբեսի մեր ցերկերը լեցվին։ Օծումը չի նշանակեր, որ դու որոշ թերմ ունիս, այլ որ հնազանդությամբ կուքաս Տերոջ առջև եւ գսես իրեն. «Դեր, ինչ կուզես որ ընեմ»։ Ան պիտի լեցնե քու բարապ ցերկերդ։ Եվ այս մեզի կհիշեցնե մեր մեծագույն քահանայապետին օծումը, մեր Տեր Հիսուս Քրիստոսի օծումը։ Եբրայեցիս 7:28-ի մեջ կգարտանք. «Վասնզի օրենքը դգարությունով բաշարված մարդիկը քահանայապետ կգարքե, բայց երթումին խոսքը, որ օրենքեն հետո էր որդին, որ հավիդյան գադարյալ է»։ Եվ մեզի համար այս կնշանակե, որ մենք Աստծո նպատակին գադարումը ունենք միայն անոր որդիին Հիսուսի միջոցով։ Ետքը 9:1-ի մեջ կսվի, որ Ահարոն կսկսի իր ծառայության 8-րդ օրը որպես քահանա։ Բոլորը գլա Աստծո հրամանով։ 8-րդ օրը նաև շաբթվա առաջին օրն էր։ Այն օրը, երբ Հիսուս հարություն արավ մերելներեն եւ սկսավ իր պաշտոնը որպես քահանա իր մահեն եւ հարութենեն ետք։ Հիմա Եբրայեցիս գրքի հեղինակը գսե, որ մինչ Քրիստոսը երկրի վրա էր, ան քահանա չէր։ Այդ տեղի ունեցավ միայն այդ ժամանակ, երբ ան համբարձավ երկինք։ Երբ Ահարոն առաջին օրը ստանցնեց իր պաշտոնը որպես քահանայապետ, անոր 4 որդիները այնտեղ էին որպես վկաներ։ Նույնպես մենք 4 ավետարաններ ունենք որպես ագանադես վկաներ Քրիստոսի մահվան եւ հարության, որ մեր գադարյալ քահանայապետն է։ Ետքը 3-4 համարներու մեջ կտեսնենք զոհերու նկարագրությունը։ Նախ կտեսնենք, որ այծի ուլմը կզոհեն մեղքի բադարակի համար, զվարակ ու քարնուկը ողջագեզի բադարակի համար եւ արջար ու խոյմը խաղաղության բադարակի համար։ Հիշեցեք, որ այս զոհաբերությունները ուղղակիորեն կխոսին Քրիստոսի մասին եւ դերը պետք էր հայտնվեր զոհերու օրը։ Այսօր մենք կմոտենանք Աստծո անոր որդիին մահվան միջոցով, որ հարություն արած է որպես քահանայապետ Աստծո աջ գոմը։ Այս գլուխը նաև կներկայացնե այն օրվա պատկերը, երբ Քրիստոս փառքով պիտի գա իրենիներուն հետ, իր եկեղեցին հետ Իսրայելի ազգին թագավորությունը հաստատելու համար։ Ուշադրություն ըրեք այստեղ ուրիշ բան ևս։ Նախ մեղքի բադարակը կմատուցվի ողջագեզին փոխարեն։ Ինչու՞։ Հիշեցեք, երբ Ղևդացված քրքի սկիզբը ընձաները մատուցվեցան, առաջինը ողջագեզն էր, իսկ մեղքի բադարակը վերջինը։ Այս այն պատճառով է, որ մենք կմոտենայինք Ղևդացված առաջին գլխուն մեջ Աստծո տեսանկյունեն, բայց այստեղ Ղևդացված 9-րդ գլխուն մեջ մենք Աստծո կմոտենանք մարդկային տեսանկյունեն։ Եվ մարդը առաջին հերթին պետք է լուծե իր մեղքի հարցը Աստծո առջև։ Եվ սիրելիս, ես եւ դու գուքանք որպես մեղավոր, եւ այդ հարցը պետք է նախ լուծվի։ Փառք Աստծո, ան մեզի համար լուծեց այս մեղքի հարցը Քրիստոսի միջոցով։ Ինչպես կգարտանք Եսայա 53:10-ի մեջ, Դերը հաջեցավ, որ ան ջզմվի եւ դակնաբի հանդիպի, երբ իրանցը մեղքի համար ողջագեզ է։ Ի վերջո, Ղևդացված 9:23-ի մեջ կտեսնենք, որ Տերոջ փառքը կհայտնվի բոլոր ժողովրդին։ Այս մեզի կհիշեցնե, որ Քրիստոս հիմա մտած է այն սուրբ վայրերը, որոնք ցերկով չեն շինված, այլ անմտած է իսկական երկինքը, որբեսի այսօր այնտեղ գնա ինձի եւ քեզի համար։ Սիրելիս, ինչպես գարժևորես
քեզի համար Քրիստոսի գդարած քահանայապետական ծառայությունը Աստծո քահին արչև